Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի կրծքամիս նարինջով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի կրծքամիս, նարինջ, սպիտակ խաղողի քացախ, կոճապղպեղ, շագանակագույն շաքարավազ, մեղր, սոյա սոուս, արթֆուտ, համի արվեստ եւ ընտիրալհատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սկսում ենք ալյուրներից այսպես խմբավորված մածուկից։ Կվերցնենք մառանիկ ընկերության բրնձի ալյուր 50 գրամ, ցորենի ալյուր 25 գրամ, եգիպտացորենի օսլա 25 գրամ, խառնում ենք, քիչ-քիչ ավելացնում ենք սառը ջուր 100 մլ եւ ստանում ենք մածուկ։ Մածուկը ստացվեց, բայց դու դեռ պետք է սպայստավորում ենք, տեղադրում ենք տախտակը և մշակում կրծքամիսը։ Վերցրել եմ 700 գրամ հավի կրծքամիս։ Կտրատում ենք խորանարդիկների, մոտավորապես երկուսը երկուսի վրա։ Անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը։ Երկու նարինջ ենք օգտագործելու։ Նարինջներից մեկի կլեպը քերում ենք, միայն նարնջագույն շերտը։ Պահեստավորում ենք սա։ Քերիչը և գունավոր հարթությունը թող դեռ մնա։ Կես նարինջ կլպում ենք։ Եվ կտրատում խորանարդիկների։
Սա էլ ենք պահեստավորում։ Մնացած 1.5 նարինջը քամում ենք։ Սա էլ ենք պահեստավորում այսպես։ Մարինացնենք հավի կրծքամիսը, ինչու դրեցի այստեղ, ինձ հարկավոր է սխտոր քերել, օգտագործում ենք նույն քերիչը, 2 մեծ բճեղ սխտոր ենք քերում, սա լցնում ենք մսակտորների վրա, արա այստեղ։ Տակնու վրա ենք անում, համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, մոտ կես թեյի գտալ, սև պղպեղով աղացած, սա էլ կես թեյի գտալ, լցնում ենք 2 ճաշի գթալ նարնջի հյութ, կրկին խառնում ենք, թող հավասար տարածվեն համեմունքները, որոշակի ժամանակ թողնում ենք մարինացվի, մնա այստեղ։ Այժմ պատրաստենք ուրիշ սոուս, որի համար մեզ հարկավոր է փոքրիկ կաթսան, լցնում ենք նարնջի հյութ 50 մլի, երկու ճաշի գթալ սոյա սոուս, շագանակագույն շաքարավազ 50 գրամ, խառնելով եփում ենք, մինչև շաքարավազը ձուլվի։ Ավելացնում ենք 1 ճաշի գթալ մեղր, ավելացնում ենք կոճապղպեղ թարմ, կլպենք, ինձ հարկավոր է 1 թեյի գթալ, փաստորեն քերիչը դեռ պետք էր, ոչինչ կօգտագործենք մյուսը։
կարծում եմ 1 թեյի գթալ կլինի այստեղ։ Այո, կլինի։ Ավելացնում ենք Մարանիկ ընկերության կարմիր քաղցր պղպեղ, 1 թեյի գթալ։ Ավելացնում ենք սպիտակ խաղողի քացախ 4 ճաշի գթալ եւ կրակը անջատում ենք։ Եվս մեկ անգամ խառնում ենք, պահեստավորում։ Այժմ գործի ենք դնում մյուս փոքրիկ կաթսան լցնում ենք առատ բուսայուղ մոտ 2 սանտիմետր բարձրության։ Այն պետք է տաքանա շատ։ Պետք է տաքանա մոտ 160 աստիճան։ Ինչպես ենք հասկանում, որ այն այդքան տաքացել է, փայտիկը մտցնում ենք կաթսայի մեջ եւ տեսնում ենք, եթե պղպջակ է առաջացել, այսպես ալարկոտ պղպջակ, ուրեմն 160 է։ Եթե ակտիվ պղպջակներ են, որոնք բարձրանում են դեպի վեր, ուրեմն 170-ից 180 է։ Մինչ այդ, մինչ կտաքանա, ինչ ենք անում, մարինացված մսակտորներին ավելացնում ենք մածուկը, որը նախապես պատրաստել ենք։ Լավ տակն ու վրա ենք անում, որպեսզի մածուկով պատվեն բոլոր կտորները։ Կարծես թե պղպջակները հայտնվում են։ Ահա, կան պղպջակները։ Նախապատրաստում ենք անձեռոսիկով ափսե, հերթով այսինքն փոքր չափաբաժիններով տապակում ենք հավի կրծքամիսը։ Արդեն վարդագունել է։ Այս պահին հանում ենք։ Նույն կերպ տապակում ենք մնացած մսակտորները։ Եվ այսպես տապակում ենք մնացած։ Վերջին չափաբաժինն էլ վարդագունելուց հետո այս մսակտորները վերադարձնում ենք ետ։ Կրակը ուժեղացնում ենք եւ կարմրացնում մսակտորները, որից հետո կրկին կհանենք անձեռոցիկի վրա։
Փոխենք անձեռոցիկը, այն արդեն յուղոտ է, կարմիրացնելուց հետո կհանենք անձեռոցիկի վրա, կրակը ուժեղացնենք, արդեն կարմրում է, թող յուղը քամվի, կրակին ենք դնում մեծ տապակը, լցնում ենք նախապատրաստած սոուսը, մինչև սոուսը տաքանա, երկրորդ տապակի օգնությամբ կբովենք Մարանիկ ընկերության քունջութ։ Մոտ կես բաժակ։ Սոուսը հենց սկսեց եռալ։ Մարանիկ ընկերության եգիպտացորենի 1.5 ճաշի գթալ օսլայի վրա, եգիպտացորենի օսլայի վրա, ավելացնում ենք 2 ճաշի գթալ նարնջի հյութ, լավ խառնում ենք և ավելացնում։ Մեզ հարկավոր է, որպեսզի սոուսը թանձրանա։ Հենց սոուսը թանձրացավ, մսակտորները կգցենք տապակի մեջ։ Ինչպես ենք հասկանում, որ սոուսը թանձրացել է, գթալով այսպես գիծ ենք քաշում։ Երբ սկսում է ուշ փակվել, ուրեմն պատրաստ է։ Մսակտորները լցնում ենք։ Այսպես խառնելով բոլոր մսակտորները պատում ենք սոուսով։ Այս պահին կարելի է ավելացնել նաև պայստավորված նարինջը։ Եվ կլեպը նարինջի։ Լցնում ենք նաև քունջութը, մի մասը պահենք մատուցելիս վրան շաղ կտանք, ևս մեկ անգամ խառնում ենք և վերջ կերակուրը պատրաստ է, կարելի է մատուցել։ Հավի կրծքամիս նարնջով։ Թասեկի մեջ բրնձի և ցորենի ալյուրներ, եգիպտացորենի օսլա խառնել, սառը ջրով բացել, մի կողմ դնել։ 1 նարնջի կլեպը քերել, կես նարնջի կլեպը հեռացնել, պտղամիսը խորանարդիկների կտրել, 1.5 նարնջի հյութը քամել։ Հավի կրծքամիսը 2 սմ կողմերով խորանարդիկների կտրատել, քերած սխտոր ավելացնել, համեմել կես թեյի գթալ աղով, սև պղպեղով, 2 ճաշի գթալ նարնջի հյութ լցնել, խառնել, թողնել միսը մարինացվի։ Մարինացված կրծքամիսն ու ջրիկ խմորը խառնել։ Առատ բուսայուղը 160 աստիճան տաքացնել, խմորապատ մսակտորները մաս-մաս տապակել, երբ վարդագուն են, հանել թղթե անձեռոցիկի վրա։ Վերջում բոլոր մսակտորները վերադարձնել կաթսայի մեջ, տապակել, հենց կարմրեն, հանել անձեռոցիկի վրա։ Քունջութ բովել։ Սոուսի համար փոքր կաթսայի մեջ 50 մլ նարնջի հյութ, սոյայի սոուս, շագանակագույն շաքարավազ ավելացնել, խառնելով տաքացնել, երբ շաքարավազը լուծվի, մեղր, քերած կոճապղպեղ ավելացնել, համեմել կարմիր քաղցր պղպեղով, սպիտակ գինու քացախ լցնել,
խառնել, կրակից վերցնել։ Լայն տապակի մեջ սոուսը տաքացնել, նարնջի 2 ճաշի գթալ հյութով բացած օսլա լցնել, խառնելով եփել։ Երբ սոուսը թանձրանա, լցնել մսակտորները, ավելացնել նարնջի քերած կլեպն ու կտրատած պտղամիսը, քունջութի կեսը, խառնել, կրակից վերցնել։ Մատուցելիս բոված քունջութ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք նորի շերտեր, սաղմոն, ծովախեց գետնի զողիկներ, ավոկադո, սոյա սոուս, վասաբի, արթֆուդ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։